Կառուցողական հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները բանակցել են 2 ժամ, անդրադարձել ռուս-ուկրաինական հակամարտությանը եւ երկկողմ հարաբերություններին։ Բովանդակալից բավականին անկեղծ եւ օգտակար զրույց էր։ ԱՄՆ նախագահն արտահայտեց հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ես նշեցի, որ Ռուսաստանը նույնպես կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ Հարկավոր է գտնել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։ Պայմանավորվեցինք, որ Մոսկվան պատրաստ է գործակցել ուկրաինական կողմի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։ Պետք է հստակեցվեն մի շարք հարցեր, ինչպիսիք են օրինակ կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետները, որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղության համաձայնագրի կնքման մասին ուղիղ բանակցությունների վերսկսման գործում Վաշինգտոնի աջակցության համար։ Կրեմլի ղեկավարը համոզված է, Ստամբուլյան բանակցությունների վերսկսումը հիմք է տալիս մտածելու, որ կողմերն ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են։ Ռուսական եւ ուկրաինական կողմերը պետք է առավելագույնս ձգտեն խաղաղության եւ գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ վերացնել այս ճգնաժամի սկզբնապատճառները։ Ռուսաստանը եւ Ուկրաինան անմիջապես բանակցություններ կսկսեն հրադադարի եւ պատերազմի դադարեցման շուրջ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth Social-ում գրել է Դոնալդ Թրամփը։ Պայմանները կքննարկեն Մոսկվան եւ Կիևը, քանի որ միայն նրանք են տիրապետում բանակցությունների բոլոր մանրամասներին, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Մեր զրույցի տոնը հիանալի էր։ Ռուսաստանը ցանկանում է լայնածավալ առևտուր վարել Միացյալ Նահանգների հետ, երբ այս աղետալի արյունահեղությունը դադարեցվի։ Ես համաձայն եմ դրան։ Ռուսաստանի ներուժը անսահման է։ Նույն կերպ Ուկրաինան կարող է մեծ օգուտներ ստանալ առևտրից երկիրը վերակառուցելու համար։ Թրամփը տեղեկացրել է, որ այնուհետև կապվել է Վոլոդիմիր Զելենսկու Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆինլանդիայի առաջնորդների հետ քննարկել իր եւ Պուտինի հեռախոսազրույցի արդյունքները։ Վատիկանն էլ է հայտարարել, որ հետաքրքրված է հյուրընկալելու բանակցությունները, թող գործընթացը սկսվի, եզրափակել է ԱՄՆ նախագահը։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով նախագահները պայմանավորվել են հանդիպել, երբ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Մոսկվայից հայտնում են, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները քննարկել են նաեւ Պուտին-Զելենսկի ուղիղ շփումների հնարավորության հարցը։ Ուկրաինայի նախագահն էլ հայտնել է, որ 2 անգամ զրուցել է ԱՄՆ նախագահի հետ, մինչև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը եւ հետո արդեն եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։ Հաստատեցի, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի եւ Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների ցանկացած ձևաչափով, իսկ եթե Ռուսաստանը չդադարեցնի սպանությունները, խիստ պատժամիջոցներ պետք է կիրառվեն, նշել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաեւ ընդգծել է բանակցություններին ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների ներգրավվածության կարեւորությունը։ Հրադադարին եւ պատժամիջոցներին անդրադառնալուց բացի Թրամփին խնդրեցի, որ Ուկրաինայի մասին որևէ որոշում չկայացվի առանց Ուկրաինայի մասնակցության։ Նաեւ քննարկվում է Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրամիության երկրների, Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ բարձր մակարդակի հանդիպան հնարավորությունը։ Այն կարող է տեղի ունենալ Թուրքիայում, Վատիկանում կամ Շվեյցարիայում։ Ռուս-ուկրաինական կարգավորմանը Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Նա հայտարարել է, որոշակի կարմիր գծեր ունի, որոնք հատելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի միջնորդական ջանքերը։ Սա իմ պատերազմը չէ, այն եվրոպական էր եւ պետք է մնար եվրոպական։ Միացյալ Նահանգները չպետք է մտներ այս ամենի մեջ։ Այնուհանդերձ Ռուսաստանը եւ Ուկրաինան խաղաղության մեծ հնարավորություն ունեն։ Իմ ամբողջ կյանքը գործարքների մասին է։ Եթե մտածեի, որ նախագահ Պուտինը չի ուզում վերջ դնել պատերազմին, պարզապես չէի շարունակի։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վոլոդիմիր Զելենսկին էլ ուժեղ մարդ է ու նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը, թեև ըստ Թրամփի Ուկրաինայի նախագահի հետ այդքան էլ հեշտ չէ գործ ունենալ։ Պատասխանելով լրագրողի հարցին, ինչու Վաշինգտոնը չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Թրամփը պատասխանել է, ինչ որ պահի դա կարող է հնարավոր դառնալ, սակայն այժմ գուցե վատթարացնի իրավիճակը։ Սպիտակ տան ղեկավարը նաև խոստացել է դիտարկել Կիևին ռազմական աջակցությունը մեծացնելու հնարավորությունը, սակայն հուսով է, որ մինչ այդ հակամարտությունը կկարգավորվի։ Դիանա Գասպարյան, լուրեր։